Այսօրվա զեկույցը հիմնականում այսպես ասած տեխնիկական է եւ չի պարունակում իրավական եզր այն մասին, թե ով է պատասխանատվություն կրում օդանավի աղետի համար։ Այնուամենայնիվ զեկույցում հստակ ասվում է, որ օդանավը ոչնչացրել են բուկ տեսակի հրթիռով։ That flight MH17 crashed because of a 9N314M warhead. Միջազգային հետաքննության արդյունքները վկայում են, որ MH17 չվերտը կործանվել է օդանավախցիկի վերևը ձախ կողմից մոտեցած 9N314M տեսակի մարտագլխիկի պայթյունի հետևանքով։ Այդ մարտագլխիկը տեղադրվում է բուկ տեսակի երկիր-երկինք հրթիռների վրա, ասել է Հոլանդիայի անվտանգության վարչության ղեկավար Տիբե Յոուստրան։ Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ Կուալա Լումպուր չվերտն իրականացնող Malaysia Airlines ընկերության Boeing-ը ընկել է Հրաբովո գյուղի մոտակայքում։ Աղետի հետևանքով սպանվել է 298 մարդ, բոլոր ուղևորները եւ անձնակազմի անդամները, զոհերի 2/3-ը հոլանդացիներ։ MH17 չվերթի աղետից հետո Կիևը եւ Մոսկվան սկսել են միմյանց մեղադրել։ Ուկրաինան եւ Արևմուտքը հայտարարել են, որ օդանավը ռուսներն են խփել։ Ռուսաստանը եւ Դոնբասի ռուս անջատականները հերքել են մեղադրանքը եւ պնդել, որ օդանավը հրթիռակոծել է կամ Ուկրաինայի օդուժի մարտական ինքնաթիռը, կամ Դոնբասի տարածքում տեղակայված ուկրաինական ստորաբաժանումը։ Բուկ տեսակի հրթիռներն արտադրող Almaz Antey ռուսական ընկերությունը այսօր իր կողմից զեկույց է հրապարակել։ Almaz Antey կոնցեռնի ղեկավար Յան Նովիկովն ասել է, որ կոնցեռնը անցկացրել է փորձաքննություն, որի արդյունքները միանշանակ հերքում են հոլանդացի մասնագետների եզրահանգումը հրթիռի տեսակի եւ արձակման վայրի մասին։ Если Boeing 777 малайзийских авиалиний был сбит зенитно-ракетным комплексом БУК, то поразила его ракета 9М38 со стороны населенного пункта Зарощенское. Զեկույցի հրապարակումից հետո ուղերձով հանդես է եկել Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն։ En wat ik eigenlijk nu wil doen is de Russische autoriteiten. Ես կոչ եմ անում Ռուսաստանին հարգանքով վերաբերվել այս զեկույցին եւ աջակցել դրան հաջորդող քրեական հետաքննությանը, որը 4 այլ երկրների հետ իրականացնելու է Հոլանդիայի դատախազությունը, ասել է Ռյուտեն։ Մոսկվան արդեն ենթադրում է, որ հոլանդացիների զեկույցում կլինեն ռուսների համար շատ տհաճ փաստեր եւ պատրաստվում է դրանց հակազդել։ Անցած շաբաթ պետական դումայում տեղի է ունեցել քննարկում, որի օրակարգում Ուկրաինայում իրավական ընթացակարգերի եւ իրավական ակտերի վերլուծության խնդիրն էր։ Մոսկվայի արտաքին հարաբերությունների համալսարանի միջազգային իրավունքի բաժնի ղեկավար Ալեքսանդր Վիլեգժանինը հայտարարել է, որ ռուսները պետք է կազմեն նոր փաստարկներ պարունակող նյութեր։ Кто сбил, вообще говоря, этот малайзийский Boeing. Անկախ այն բանից, թե ով է վայր գցել օդանավը, պատասխանատվությունը կրում է օդային տարածքի կառավարումը իրականացնող երկիրը, տվյալ դեպքում Ուկրաինան, ասել է Վիլեգժանինը։ Հավանաբար այս թեզն էլ հետագայում կդրվի Boeing-ի աղետին վերաբերող ռուսների մոտեցումների հիմքում։